մենք այս պահին ունենք մեկ առաջադրում, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մինչև ազգային ժողով գալը եղել է մեկ առաջադրում, այլ առաջադրում չունենք։ Երկրորդը ես պիտի հարգելի լրագրողներ, անդադար այդ հարցի հետ կապված ես պիտի ձեզ, այսպես ասենք, խնդրեմ, որպեսզի դուք բացեք ընտրական օրենսգիրքը կարդաք։ Եվ կտեսնեք, այնտեղ հստակ ընտրական օրենսգիրքը ասում է, թե ինչպես որ դեպքերում, օրինակ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի գրանցումը որ դեպքերում է մերժում։ Ինչ չափանիշների պիտի բավարարի կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որպեսզի գրանցվի։ Եվ տեսեք, իսկ ինչ վերաբերվում է, հասկանում եք, թափես այս կամ այն քաղաքական ուժի կլինի կուսակցությունների դաշինք, որևէ մեկի, ասենք, այս իրավական համակարգից, թե ով ինչ քրեական հետապնդում, չգիտեմ, վարչական, ասենք, տուգանք եւ այլ, այդ ամեն ինչը կապ չունի։ Դա կարող է հիմք դառնալ կուսակցության գրանցման համար։ Կրկնում եմ, դուք այս պահին խոսում եք մի երևույթի մասին, որը կապ չունի ընտրական օրենսգիրքի հետ, եւ դուք ուզում եք, որպեսզի ես քրեական ինչ-որ նախաքննության… Այսինքն չի կարող հիմք հանդիսանալ, ուրեմն դա պետք է հասկանում եք, դուք նույնիսկ որ այդ դա կարող է կամ չի կարող, դա իմ տիրույթը չի, դուք ուզում եք, որ ես քրեական գործը կամ քրեական գործը կուսակցության գրանցումը, պարոն Հովհաննիսյան, ինչպես կարող է չեղյալ հայտարարվել, ընդհանրակարգը կասեք։ Կուսակցության գրանցումը ինչպես կարող է… Այո, եթե գրանցել եք դուք, ինչպես կարող է չեղյալ հայտարարվել։ Կուսակցության գրանցումը եւ կուսակցությունը փաստաթղթերը ներկայացնում է պատշաճ, գրանցում է, դրանից հետո, եթե կուսակցությունը ընտրական օրենսգրքով սահմանված այնպիսի խախտումներ է թույլ տալիս, կամ ասենք պարզվում օրինակ, որ փաստաթղթերը կեղծված են։ Եթե այս դեպքը կամ այնպիսի ընտրական օրենսգիրքի այնպիսի համակարգված խախտումներ է թույլ տալիս։ Օրինակներ կասեք մի քանի։ Օրինակ կաշառքը կարող է լինել այդ օրինակներից։ Ես, քանի որ դա հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, քանի որ յուրաքանչյուր դեպքը, յուրաքանչյուր երևույթը պետք է փաստերով քննվի։ Ես ընդհանուր առմամբ դեպքերը, որոնք կարող են… Կրկնում եմ, ընտրական օրենսգիրքի համակարգված խախտումներ, կեղծարարության, նախապատրաստման եւ նման գործիքակազմեր, այսինքն համատարած հետեւողական… Այդ թվում կաշառքի բաժանումը, պարոն Հովհաննիսյան։ Կրկնում եմ, ընտրական օրենսգիրքի համակարգված քաղաքական ուժի կողմից, այսինքն ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժի կողմից։ Այդ դեպքում, նման դեպք ունենալու դեպքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, բայց կրկնում եմ, դա պիտի լինի փաստերի, ծանրակշիռ փաստերի պարագայում, կարող է նման բան տեղի ունենալ, դա պետք է լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումից հետո։ Դատարանի որոշումը, այս դեպքում վարչական դատարանը գործը քննում է, այսպես ասենք, արագ եւ 5 հոգանոց կազմով եւ վճիռը այս դեպքում ողջամիտ ժամկետով անմիջապես ուժի մեջ է մտնում, այսինքն նկատում եմ ինքը այդ նման գործերը երաշտյան բողոքարկման ինստիտուտով չեն ասում։ Դրա համար վարչական դատարանը 5 հոգա կոլեգիալ կազմով է քննում եւ անմիջապես վճիռը կազմից հետո այն անմիջապես ուժի մեջ է մտնում։ Բայց բացատրում եմ ձեզ, որ նման փաստեր ծանրակշիռ փաստեր պիտի լինեն արդեն գրանցված քաղաքական ուժի հետ կապված, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման փաստերի պայմաններում այլևս պարտավոր լինի դիմել Պարոն Հովհաննիսյան, եթե այդ փաստերը ենթադրվում է, որ այդ փուլում օրինակ, եթե լինեն պայմանական կաշառքի դեպքով, դրանք կլինեն նախաքննական, մի հատ ավարտեմ էլի, պարոն Հովհաննիսյան, դրանք կլինեն նախաքննական փուլում գտնվող գործեր, քրեական գործեր, այսինքն դժվար թե կարճ շրջանում հասցնի դատարանը ինչ-որ գնահատական տա, իսկապես դա եղել է, թե ոչ, այսինքն նախաքննության փուլ կլինի։ Այդ փուլում ոնց է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատելու այդ փաստերի իրավացիությունն ու դրանք դարձնելու դատարան։ Դուք անդադ ինչ-որ ենթադրություններ եք անում, ինչ-որ տողատակով ինչ-որ… Չէ, ես ասում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի իր իրավունքները եւ պարտականությունները։
Դրանք ընտրական օրենսգրքով շահադրված են։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողով, անկախ թե դուք հիմի ինչ կներկայացնեք, ինչ եթեներ, կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ եթեներով է առաջնորդվում, ոչ ինչ-որ վերացական սցենարներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գործում է տվյալ իրավիճակում, տվյալ փաստերի հիման վրա։ Ծանրակշիռ փաստը ո՞րն է համարվելու։ Կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործելու է փաստերի հիման վրա, երբ որ կլինի որևէ գրանցված քաղաքական ուժի կողմից ընտրական օրենսգրքի ուզում եմ ձևակերպումը հիշեմ ընտրական օրենսգրքից կազմակերպված եւ կանոնակարգված ես ձևակերպում չեմ շուտ կարող եք դուք բացել ընտրական երբ որ կլինի նման իրավիճակ ընտրական օրենսգիրքը պահանջում է որպեսզի նման դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկի եւ որոշում կայացնելու դեպքում դիմի դատարան եթե նման իրավիճակ կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պարտականությունը կիրականացնի բայց ես լիահույս եմ որ մեր քաղաքական ուժերը բոլորը կգործեն ընտրական օրենսգրքի շրջանակներում, եթե անգամ կլինեն անհատներ, որոնք օրենքով պատասխանատվության ենթադրող գործողություններ կանեն, այդ անհատները կենթարկվեն պատասխանատվության, բայց քաղաքական ուժերը կգործեն ընտրական օրենսգրքով սահմանված խաղի կանոնների շրջանակներում եւ քաղաքական ուժերը թույլ չեն տա ընտրական օրենսգրքի համակարգված, այսպես են խախտումներ։ Ես ավելի լավատես եմ մեր քաղաքական ուժերի, այսինքն ավելի իրենց մասին լավատես եմ, քան կարծում եմ։ Իսկ ինչ գրանցման փուլ է, պարոն Հովակիմյան, եթե ընտրական օրենսգրքի այդ համակարգված խախտումները ըստ ԿՀ-ի կատարվեն մինչև գրանցումը, կարող է դա հիմք դառնալ չգրանցելու համար։ Հարգելի լրագրող, կրկնում եմ եւս մեկ անգամ, որպեսզի քաղաքական ուժը, կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չգրանցվի, նա պետք է ջանք եւ եռանդ ներդնի, այսինքն իր փաստաթղթերը թերի ներկայացնի փաստաթղթային մասը։ Կրկնում եմ, պիտի փաստաթղթերը թերի ներկայացնի եւ հրաժարվի լրացնել այդ թերի փաստաթղթերը, այլ իրավիճակ չգրանցելու ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Կրկնում եմ, չգիտեմ արդեն որերորդ անգամ, քաղաքական ուժերի ներկայացուցիչների գործունեությունը, չգիտեմ, քաղաքական դաշտում գրանցման փուլում որևէ կերպ չի կարող քննարկման գնահատման առարկա լինել, որովհետև ընտրական օրենսգիրքը ուղղակի պահանջում է, եթե կա գրանցված քաղաքական ուժ, նկատի ունեմ կուսակցություն, կամ գրանցված կուսակցություններից բաղկացած դաշինք, ինքը իրավունք ունի իր փաստաթղթերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի։